Թայլանոլ այս դեղի հետ կապված ամբողջ այս բրուհա ոնց որ ասում են Թայլանոլը դա բրանդ նեյմն է ինքը ասետամինոֆեն այդ քիմիական իր անունով այդ generic անունով որը ցավազրկող է եւ ջերմության դեպքում են վերցնում տաքություն իջեցնում բորբոքային process-ների դեմ ապայքարում մի քիչ բայց ծախվում է պարզեվով բոլորս գիտենք դրա մասին խնդիր չկա եւ հանկարծ դուրս եկավ Թրամփը ուրեմն Kennedy Jr-ը իր մի կողմում կանգնած եւ Մեհմեդ Օզը այդ թուրք բժիշկը որը Medicaid ծառայության մեծն է դարձել հայտարարեց որ այս Թայլանոլը այս դեղը որտեղ ինքն էլ չկարողացավ լավ արտասանի իր իսկական generic անունը վնասակար է քանի որ երբ որ հրիկանայք այդ դեղը խմում են իրենց մոտ երեխաները ծնվում են օտիզմով իպես դրած բանը պատմում եմ ինչ որ արեց press conference հայտարարված այս երեքով կանգնած խոսեցին դրա մասին հետո Քենեդին խոսած եւ այլ հիմա սա մասին արդեն գիտեինք որ լինելու է դրա մասին արդեն սկսել էր ամբողջ մեդիան խոսալ եւ անդադար կարծես ուրիշ խնդիր չկար եւ տարբեր բժիշկներ են հրավիրում դե նորությունների ժամանակ 2 րոպե ժամանակ ունես մեկը գալիս է մի հատ հարց է տալիս մի հատ հարցի պատասխանում է եւ ամբողջ բանը այն է որ չէ ոչ մի ապացույց չկա որ Թայլանոլը վնասում ասածների մեջ զգացվում էր որ ինչ որ բան կա չի կարող չլինի ընդհանրապես օքեյ դա է White House-ի կայքը դեռ գրված է մի քանի մեջբերումներ են գիտական հետազոտությունների որտեղ այդ կապը հաստատված է երբ որ հեռուստացույցի վրա մեկը խոսում ասում է չէ այդ կապը ասոցիատիվ կապ է այսինքն սա թեթև կապ է այդքան դուրս պետք չի ընդունել double blind test չի արված չգիտեմ ինչ չի արված եւ դա ծիծաղելով պատմում են որ դա նույնն է ոնց որ ասես որ այդ կապը բան է ոնց որ ասես որ ամռանը պաղպաղակի վաճառքը մեծանում է եւ նաեւ հանցանքների թիվն են շատանում